New Day-ի տեղեկություններով Էջմիածնում 22-ամյա տղան սպանել է հորը, ապա փորձել ինքնասպանություն գործել։ Էջմիածնում այս պահին կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ։ New Day-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին. Մայիսի 22-ի վաղ առավոտյան ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել, նետվելով Երևանի հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Բարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը։ Երիտասարդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը այն է, երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը 65-ամյա Գրիգոր Գն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել։ Մի քանի րոպե հետո փրկարարները եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ առնաշաղախտի։